Մեկ փորձն անգամ կարող է բերել գործարանարար կախվածության։ Թմրամիջոցի ձեռքից բռնած անցել է մի երկար ճանապարհ։ Թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալ Վարդան Դարփինյանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Կանգ առ, ընտրիր կյանքը» միջոցառման ժամանակ ներկայացնում է իր պատմությունը։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ռուսաստան, ուսանողական ընկերների հետ մի խնջույքի ժամանակ էլ առաջին անգամ օգտագործել թմրանյութ։ Որը որ դարավ ցավալի ոչ թե միայն ինձ համար, դե ես իմ մեղքով ընկա դրա մեջ, բայց հետևանքները ճաշակեցին նաև իմ հարազատները։ Ուսումը եւ թմրանյութը իրար հետ համատեղելի չեն, լիկվիդներ, չհանձված քննություններ, իհարկե օրերից մի օր ինձ ասացին, որ այլևս դու ուսանող չես եւ ինչ էր մնում ինձ անել, ընտրել փողոցը։ Այդ ժամանակ Վարդանն արդեն ամուսնացած էր, երեխա ուներ։ Որոշ ժամանակ անց վերադառնում է Հայաստան։ Հայտնվելով Հայաստանին, առաջի գործս եղել է նա, որ մանեմ եկել տեսնեմ ում հետ կարելի է սա շարունակել։ Ֆինանսական միջոցներն են զրոյանում, ընկերներն են քչանում, ընտանիքի հոգսերը չեն հետաքրքրում, պատմում է Վարդան Դարփինյանը։ Կորուստներ, հասկանալով, որ ոչ մի բան չունես, իհարկե աշխատանքն էլ է անհամատեղելի թմրանյութի հետ, ինչ ունես դու անելու։ Այո, կրկին փողոց, իսկ փողոցում ինչ կա, հեշտ գումար հայթայթելու ճանապարհներ, փնտրել, իսկ դա ինչ է, այո, մեր քրեական օրենսգրքի մեջ նշված, ցանկացած գրեթե հոդված, ընտրիր որն ուզում ես, ու ես ընտրեցի։ Ու առաջին անգամ Վարդանը հայտնվեց քրեակատարողական հիմնարկում, իսկ դա չավարտվեց միայն մեկ անգամով։ Հերթական ազատազրկումից հետո 2019-ին քրեակատարողական հիմնարկում ներգրավել է թմրամիջոցների հաղթահարմանը միտված ծրագրում։ Թմրամիջոցներից ազատվելու ճանապարհին հատկապես մեծ ազդեցություն է ունեցել խցակցի մահը թմրամիջոց օգտագործելու հետևանքով։ Ես ինչ արեցի, վերցրեցի Էքզյուպերի մանր քայլերի արվեստը, այսպես ասացի ինքում գավ, եւ փոքր չափաբաժիններով սկսեցի իջացնել։ Ի վերջո հաղթահարեց կախվածությունը։ Ես արդեն 1 տարի է հիմնարկի գրադարանավարն եմ, ինքնագործ միավորման մեջ եմ եւ մնացածին բոլորին խորհուրդ կտամ. արեք այդ քայլը։ Դա հնարավոր է։ Անհնարին ոչ մի բան չկա։ Վարդան Դարփինյանն այսօր արդեն քրեակատարողական ծառայության եւ Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ իրականացվող հավասարը հավասարին կախվածությունների հաղթահարման ծրագրի մասնակից է։ Այս միջոցառումը նպատակ ուներ զինել ազատությունից զրկված անձանց համապատասխան կարողություններով եւ գիտելիքներով, այն անձանց, ովքեր կարողացել են հաղթահարել թմրամիջոցներից կախվածությունը, որպեսզի իրենք էլ հետագայում կարողանան աջակցել իրենց ծանոթներին, ընկերներին, խցակիցներին թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու համար։ Ծրագիրը մի քանի փուլեր ունի։ Առաջին փուլում վերապատրաստվել են Նուբարաշեն եւ Արմավիր քրեակատարողական հիմնարկների 10 դատապարտյալ։ Հաջորդիվ կվերապատրաստվեն քրեակատարողական հիմնարկների հոգեբանները։ Երրորդ փուլում ակնկալում ենք, որ արդեն դատապարտյալները իրենք կփորձեն աջակցություն տրամադրել այն անձանց, ովքեր կախվածությունների հաղթահարման փուլում են։ Շատ հաճախ դատապարտյալը կամ ցանկացած օգտագործող չի վստահում մասնագետին, բժշկին, հոգեբանին, փսիխոթերապևտին, նարկոլոգին։ Այստեղ եվրոպական փորձը շատ կարևոր է, այստեղ հիմքում ընկած է այն, որ հավասարը հավասարին, այսինքն նա վստահի այն մարդուն, ով որ այդ ճանապարհը անցել է, ում մոտ հաջողվել է հաղթահարել այդ կախվածությունը։ Դատապարտյալներից մի քանիսը նաև նախաձեռնել են եւ սոցիալական հոլովակ պատրաստել։ Դու կարող ես լավ մտածել, կանգ վիրապահ մարմինները ուղղակի չեն կարող հասնել այս տեխնոլոգիաների հետևից, հետևաբար ծավալը ընդլայնվում է եւ մենք այստեղ որոշեցինք նաեւ զբաղվել երկրորդ մասով ռոպագանդայով, այսինքն հակաթմրամիջոցային թմրամոլության դեմ պայքարի ռոպագանդայով, այսպես ասած մեր վրա վերցրեցինք սոցիալական պատասխանատվության մեր մասը։ Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Մասնագետները հիշեցնում են, մեկ փորձն էլ կարող է կործանել կյանքը։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Գյուղչյան, լուրեր։